Հենց որ կատաղի վագրը դուրս եկավ արենա, բոլորը կարծեցին, թե հիմա սարսափելի մարդ է սկսվելու, բայց դիմացը տեսնելով մյուս վագրին, նա իսկույն կորցրեց վստահությունը։ Նա սկսեց նահանջել եւ ուզում էր փախչել, բայց մարդիկ թույլ չտվեցին։ Վախից նա նույնիսկ չէր կարողանում նայել մրցակցի աչքերին, որովհետեւ վերջինս նրան շատ ավելի ուժեղ ու վտանգավոր էր թվում։ Վարժեցնողները ուժով նրան հետ մղեցին դեպի արենա։ Կրկեսում մեծացած վագրը ստիպված եղավ ընդունել մարտը։ Այդ պահին երկրորդ վագրը նետվեց նրա վրա, բայց կրկեսի վագրը չէր կարող համեմատվել այն գիշատչի հետ, որն ամբողջ կյանքում գոյատևել ու պայքարել էր վայրի բնության մեջ։ Մի քանի ակնթարթ անց նա հայտնվեց գետնին գամված։ Թվում էր, թե նրա վերջն արդեն մոտ է, բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց։ Նրանց հայացքները հանդիպեցին եւ հիշողության մեջ արթնացան մանկության հուշերը։ Աչքերի կատաղությունը փոխարինվեց ջերմությամբ ու ճանաչմամբ։ Այդ ժամանակ նրանք հասկացան, որ հարազատ եղբայրներ են, որոնց բաժանել էին շատ տարիներ առաջ։ Նրանք սեղմվեցին միմյանց այնպես, ասես այլևս երբեք չէին ցանկանում բաժանվել։ Ավագ եղբայրը բարձրացավ եւ ամուր գրկեց կրտսերին։ Ընդամենը մեկ վայրկյան առաջ նրանք պատրաստ էին սպանել միմյանց, իսկ հիմա խաղում էին փոքրիկ կորյունների պես։ Ամբողջ մարզադաշտը քարացել էր տարակուսանքից, սակայն վարժեցնողները նորից ցանկացան ստիպել նրանց կռվել։ Նրանք սկսեցին քարեր նետել վագրերի վրա։ Տեսնելով, որ իր եղբորը ցավ են պատճառում, կրկեսի վագրը կատաղեց։ Նա նետվեց կրկեսի տնօրենի վրա եւ ատամները խրեց նրա ձեռքի մեջ։ Խուճապ սկսվեց։ Այդ ընթացքում մարզիչներից մեկը ատրճանակով վազեց դեպի արենա, բայց շտապելիս մոռացավ փակել դարպասները։ Նա արդեն պատրաստվում էր կրակել, երբ կրկեսի վագրը տապալեց նրան գետնին։ Օգտվելով առիթից, երկու եղբայրներն էլ դուրս վազեցին բաց դարպասներով։ Նրանք սլացան դեպի հանդիսատեսի տրիբունաները, եւ մարդիկ սարսափահար սկսեցին փախչել տարբեր կողմեր։ Բայց վագրերը չէին ցանկանում վնասել մարդկանց։ Վայրի բնության մեջ մեծացած վագրը ուղղություն վերցրեց դեպի լեռները, բայց նրա եղբայրը հանկարծ թաքնվեց մոտակա վանդակում։ Հենց այնտեղ էր նա իրեն անվտանգ զգում։ Տեսնելով դա, վայրի վագրը բարձր մռնչաց։ Դաժան վերաբերմունքի եւ անազատության մեջ ապրած տարիները կոտրել էին կրկեսի վագրի ոգին։ Երբ եղբայրն արդեն պատրաստվում էր հեռանալ, կրկեսի վագրը հասկացավ, որ եթե հիմա մնա, ապա կորցնելու է նրան ընդմիշտ։ Նա հավաքեց իր ողջ արիությունը, դանդաղ դուրս եկավ վանդակից եւ վազեց եղբոր հետևից։ Նրանք միասին սլացան դեպի ազատություն, բայց հանկարծ կրակոցներ հնչեցին։ Որսորդները սկսեցին հետապնդումը։ Նրանք թփերի վրա բենզին լցրեցին եւ հրկիզեցին դրանք, հուսալով վագրերին քշել դեպի կրակե թակարդը։ Վայրի վագրը վախեցավ կրակից, չէ՞ որ կենդանիների մոտ դա բնական վախ է։ Իսկ ահա կրկեսի վագրն ամենևին չշփոթվեց։ Նա իր ողջ կյանքում ներկայացումների ժամանակ թռել էր բռնկված օղակների միջով։ Նա թռիչք կատարեց եւ անցավ կրակե պատնեշի վրայով, բայց շրջվելով տեսավ, որ եղբայրը դեռ կանգնած է նույն տեղում։ Այդ ժամանակ կրկեսի վագրը նորից թռավ դեպի կրակը, վերադարձավ եղբոր մոտ եւ սկսեց քաջալերել նրան։ Նա հրեց նրան առաջ։ Այս անգամ վայրի վագրը հաղթահարեց իր վախը, վստահեց եղբորը եւ թռավ բոցերի վրայով։ Ի վերջո երկու եղբայրները միասին անհետացան անտառում եւ ձեռք բերեցին երկար սպասված ազատությունը։ Խրատ, իսկական ընտանիքն ու փոխադարձ աջակցությունն օգնում են հաղթահարել նույնիսկ ամենաուժեղ վախերը։